Իբրահիմ խանը, որ Փանահ Ալի խանի որդին էր, պետք է ազատվեր բնականաբար իր լիազորություններից, թեև նա իբրև թե կամովին հնազանդվել էր ռուսական կայսրությանը։ Շատ արագ պետք էր փոխել այս իրավիճակը, Շուշիում պետք է փաստորեն տեղակայվեր ռուսական կայազոր, ինչը որ արվեց դեռ առաջին պատերազմից հետո, իսկ արդեն 1822-ին, երբ որ լրիվ փաստորեն Արևելյան Հայաստանի եւ ամբողջ այսօր Կովկասի տարածքում ռուսական իշխանությունները գնում էին հատկապես մամեդական հողատիրության կազմալուծման, բնականաբար խանական ադմինիստրացիան պետք է ամբողջությամբ զրկվեր իր հնարավորություններից։ Եվ սա իհարկե նոր միջավայր էր ստեղծում, նույնիսկ քաղաքային հատակագիծ նոր մշակվեց, արդեն որպես իրենց այստեղ հենակետ ռազմական ենթակառուցվածքներ պարունակող քաղաք, իսկ արդեն հետագայում, երբ որ լինում է արդեն ավելի խաղաղ իրավիճակ 1820-ականների վերջից եւ հատկապես 1850-ականներից Շուշին վերածվում է լիարժեք մշակութային այն կենտրոնին, որը որ ճանաչելի է 19-րդ դարի երկրորդ կեսը եւ 20-րդ դարի սկիզբը հետազոտող մեր ուսումնասիրողների համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։